Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ կաթսան, մարտկոցը և խողովակները միասին ձեռք բերելու համար։ Շնորհակալություն, հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, քննարկում ենք ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Ես ճիշտ է, պարոն Վարդևանյանը բացակայում եմ, բայց ես վստահ եմ, որ դուք լսում եք եւ ես իմ ելույթում կդիմեմ ձեզ։ Պարոն Վարդևանյան, ինչ խոսք, արտիստիզմը ձեր թույլ կողմերից չէ, բայց թույլ տվեք նկատել, որ այն այս անգամ ձեզ չօգնեց ներկայանալ շահավետ լույսի ներքո, քանի որ ինձ համար առնվազն ձեր պատասխանները համոզիչ չէին։ Տարակուսելի էր, որ մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության 3 տասնյակից ավելի պատգամավորների հարցերին դուք չտվեցիք գեթ 1 ուղիղ եւ բովանդակալից սպառիչ պատասխան, բայց չէ որ դրանք հարցեր էին, որոնք հուզում էին մեր գործընկերներին եւ որոնց պատասխանները լսելով մենք պետք է որոշեինք քվեարկել ձեր օգտին, թե ոչ։ Բայց անկեղծ լինենք, որ իրականում ոչ նախանձելի իրավիճակում եք գտնվում, քանի որ բարդ է օրինակ, երբ լինելով Հանրապետական կուսակցության անդամ, այնուհետև Հայաստան դաշինքով ազգային ժողովի պատգամավոր, հիմա էլ ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր, գտնել օրինակ էական տարբերություն Հայաստան դաշինքի եւ ուժեղ Հայաստան կուսակցության 2026 թվականի նախընտրական ծրագրերի միջև։ Կարծում եմ, որ շատ դժվար եւ միաժամանակ նաեւ ամոթալի էր անդրադառնալ որևէ կերպ ձեր կողմից հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշարք բաժանելու, անձանց նյութապես շահագրգռելու դեպքերին, ձայնագրությունների բովանդակությանը։ Դրա հետ մեկտեղ նաև շատ ծանր էր ձեր ուժի պատգամավոր Էդգար Ղազարյանի կողմից հնչեցված այն իրապես ամոթալի խոսքերի ամբողջ պատասխանատվությունը կիսելը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Ղազարյանը որևէ կերպ չի ցանկանում ներողություն խնդրել իր այն խոսքերի համար, որը նա հնչեցրել է կապված իրանց մտնող ցանկացած սակրավորի մահվան հետ։ Ես այսօր կցանկանամ նաև իմ ելույթում անդրադառնալ 3 պարոն Ասլանյանի կողմից իր ելույթում հնչեցված այն մտքին, ավելի շուտ այն հպարտությամբ, որ նա նշեց, որ ես գիտեմ, որ նա այստեղ է եւ լսում է, որ պարոն Կարապետյանը, բա գիտեք, ասում է 5 հատ մանկապարտեզ է կառուցել Լոռու մարզում։ Իսկապես մի անլուծելի դիլեմայի կամ շատ տարօրինակ դիլեմայի առջև ենք կանգնում, սիրելի քաղաքացիներ, եկեք գանք հերթով, ուրեմն Նարեկ Կարապետյանի հայրը եղել է Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, իսկ մենք գիտենք, որ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ինչ ալան-թալան է տեղի ունեցել եւ այդ ալան-թալանի մեջ շատ այսպես հստակ գծով գնացել է նաեւ հանրային նշանակության վայրերի եւ նաեւ մանկապարտեզների օտարման գործընթացը։ Իսկ դուք գիտեք, թե որքան ես իդեպ հարցում եի ուղարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, խնդրելով նրանց ինձ տրամադրել 1998-ից 2018 թվականներին մեր մարզերում օտարված մանկապարտեզների ցանկը։ Ես միայն նշեմ, թե Լոռու մարզում այդ տարիներին օտարված մանկապարտեզները քանիսն են եղել։ Դրանք եղել են 18-ը։ Նաև նշեմ այն հանգամանքը, որ այդ տարիներին հեծը գումարներ էր հավելագրում զինվորական եւ կրթական հաստատությունների վրա, որոնց թվում էին նաև իհարկե մանկապարտեզները։ Այսինքն ինչ է ստացվում, մի կողմից օտարել են մանկապարտեզները, մյուս կողմից եկել եւ մի 5 հատ Լոռու մարզում 5 հատ մանկապարտեզ են կառուցել ու դարձել բարերար, հիմա թանկով փորձում են դա վաճառել մեր ժողովրդի վրա։ Իսկ ավելի լավ չէր լինի, որ ընդհանրապես ձեռք չտայեք արդեն պատրաստի պետական մանկապարտեզներին եւ թողնեիք մեր երեխաները վայելեին եւ օգտվեին իրենց կրթական իրավունքից։ Ընդ որում բարեգործության մասին
Բարեգործության ինստիտուտը ամբողջապես աղճատված է։ Տարիներ շարունակ մարդկանց պահելով նպաստի համակարգում, հասցնելով ծայրահեղ աղքատությամբ, նրանց համար չստեղծելով նպաստավոր պայմաններ աշխատանքի համար եւ նաեւ ապամոտիվացնելով ընդհանրապես տնտեսական նրանց ակտիվությունը, ստեղծելով ընտրությունից ընտրություն հայտնվել են եւ համատարած աղքատության ֆոնին դարձել բարեգործ։ Հիշեցնեմ, որ հենց այդպիսի մի բարեգործ Սամվել Կարապետյանը հիմա անցնում է փողերի լվացման գործով։ Եվ ընդհանրապես, պարոն Վարդևանյան, ինձ համար իսկապես շատ կարևոր է, թե դուք ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ ձեր կուսակցության որոշ անդամներին են վերագրվում այդքան շատ 100-ից ավել ընտրակաշառքներ, եւ նաեւ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ձեր ուժի ղեկավարը Սամվել Կարապետյանը հիմա անցնում է փողերի լվացման գործով։ Իդեպ, երբ դուք հանրապետական կուսակցության անդամ եք եւ նաեւ վարչապետի օգնական, ես հիշում եմ, որ դուք շատ այսպես գովերքներ եք ծոնում հանրապետական կուսակցությանը եւ այդ գրառումները կարդացողին թվում էր, թե այդ կուսակցությունից այն կողմ դուք այլևս կուսակցություն չեք կարող ճանաչել։ Իդեպ, հիմա ինձ մոտ է նաեւ ձեր գրառումը, որը դուք գրել եք, երբ անդամագրվում եք հանրապետական կուսակցությանը, մի նախադասություն կարդամ։ Հանրապետականը հենց այն կուսակցությունն է, որը որպես իր ծրագրային դրույթ, որպես Հայաստանի զարգացման տեսլական, ընդունում է իրավունքի գերակայության սկզբունքը, որը դեռևս ամբողջությամբ չի իրացվել մեր իրականությունում եւ ավարտում է հետեւյալ կերպ. վստահ եմ, մեզ սպասում են շոշափելի փոփոխություններ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն բոլորիս համար։ Եթե այս գրառումից հանենք հանրապետական կուսակցության անվանումը, մեր քաղաքացիներին կթվա, թե դա հերթական մի ձոն է նվիրված ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Դե ինչ, պարոն Վարդևանյան, դուք շարունակեք հաջորդ բացառիկ կուսակցության ձեր փնտրտուքը շոշափելի փոփոխությունների ակնկալիքով, իսկ ես մտածեմ, քվեարկել ձեր օգտին, թե ոչ։